Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք գտնվում ենք Գյումրում, դուք գիտեք, որ մարտի 30-ին Գյումրու արտահերթ ավականու ընտրություններ են, մենք բոլոր թեկնածուներին հրավիրել ենք, թե հարցազրույցի, թե մենք մեծ դեբատ կունենանք, որպեսզի գյումրեցիները կարողանան ճիշտ եւ շատ ինֆորմացիա ունենալով ճիշտ adekvat որոշում կայացնել։ Մեր հյուրը Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արտյոմ Թումանյանն է, բարի երեկո պարոն Թումանյան, շնորհակալություն հավելության համար։ Այսպես ինչու եք դուք որոշել առաջադրվել։ Նախ ասեմ, որ ես 50 տարի արդեն ապրում եմ Գյումրի քաղաքում, 50 տարիներից 30 տարիները նվիրել եմ իմ քաղաքին, իմ ազգին, իմ երկրին եւ մշտապես ուզեցել եմ մեր գյումրեցիների մատից փուշ անել։ Եվ վերջի ժամանակները հեղափոխությունից հետո որպես ակտիվ հեղափոխական հենց Գյումրու շարժումը ես եմ սկսել, բայց այս 7 տարիների ընթացքում չտեսանք այն ինչ որ պետք է տեսնենք, ժողովուրդը չտեսավ այն ինչ որ պետք է տեսներ։ Այսինքն խոստումներ ինչ որ խոստացվել էր։ Դրա համար այս անգամ ես որոշեցի, որ ժողովրդի հետ լինեմ անկեղծ եւ իրենց պահանջները բավարարեմ առաջադրվելով որպես քաղաքապետի թեկնածու։ Ձեր հարցազրույցներից մեկում դուք ասում եք, որ միակ անկախ թեկնածուն դուք եք։ Մնացածը նախկիններ ու ներկաներ են։ Եվ ասում եք, որ 80%-ը հանրապետական է։ Այսինքն ստացվում է sense, որ 8 հոգին նախկին ու ներկա են, դուք միակն եք, որը անկախ է նախկիններից եւ ներկաներից։ Ուրեմն ես ավելի կոռեկտ գտնվեմ, ես կասեի բոլորն են հանրապետական, որովհետև այսօրվա դրությամբ քաղաքում էլի իշխում են հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, բոլոր պաշտոններում, բոլոր աշխատանքների մեջ ցուցաբերում են իրենց ակտիվությունը եւ այսօր ժողովուրդը այդ ամեն ինչը տեսնում է։ Գյումրին փոքր քաղաք է, Գյումրին բոլորին ճանաչում է մեկ առ մեկ իրենց ընտանիքի անդամներից բռնած։ Հիմա ինչն եմ սխալ ասել, եթե 80%-ը հանրապետականներ չեն։ Այո, այս կամ այն կերպ կապ ունեն հանրապետական կուսակցության հետ, եղել են ժամանակին հանրապետականներ եւ այսօր էլ այս կամ այն ձև կապ ունեն կուսակցության հետ հանրապետական։ Եթե պետք է մենք մերժենք հանրապետականներին 2018 թվականին։ Գոնե եվրոպական դաշինքը գիտեք դժվար է իրենց հանրապետական ասելը, Թևանյան Անդրանիկը այդ իր կուսակցությունը նույնպես հանրապետական չէ։ Պարոն Ղազարյան, մի շաբաթ է մնացել, կգա ժամանակը կտեսնենք ով է հանրապետական, ով։ Այսինքն դուք պնդում եք, որ 80%-ը հանրապետականներ են։ Դուք ասում եք նաև, որ ուզում եք լինել առողջ ընդդիմություն։ Ինչով է առողջ ընդդիմությունը տարբերվում անառողջ ընդդիմությունից։ Նրանով որ 37 տարի մենք չենք ունեցել իրական ընդդիմություն, դա բոլորը գիտեն դրա մասին։ Այսինքն այսօրվա ընդդիմությունը ովքեր են, ինչ են անում, ասենք ոչ մի նյութական հարց չեն բարձրացնում, բոլորը եկել են մեկը մյուսին քննադատելու ոչ թե առողջ քննադատելու, մեկը մյուսի վրա ցեղ շպրտելու։ Ես այստեղ առողջ ընդդիմություն երբեք չեմ տեսել 37 տարիների ընթացքում, իրականությունն եմ ասում։ Այդպես է ժողովուրդն է տեսնում բոլորը։ Հիմա մեր ազգային ժողովում 3 ուժերից դուք կարող եք երկուսին ասել, որ ընդդիմություն է։ Բա ինչ են։ Չէ, ընդդիմություն չէ։ Պահանջում են հրաժարական, քննադատում են, նույնիսկ հայոյում են։ Չէ, հայոյելն ու պահանջելը դա այլ հարց է։ Առողջ ընդդիմությունը պետք է լինի կառուցողական, պետք է հարցեր բարձրացնեն, բոլորը միասին այդ հարցերին լուծում տան։ Այսինքն կա սխալը, ցույց տվեցինք սխալը եւ փորձեցինք բոլորս միասին շտկել։ Բայց ես ու ժողովուրդը դա չենք տեսել երբեք։ Դուք ասում եք, որ կա հրաբուխ, որը կարող է ամեն վարքյան պայթել։ Ինչ հրաբուխի մասին է խոսքը։ Հիմա տեսեք, ես որպես այլընտրանքային թեկնածու ոչ մի կուսակցությունների հետ չունեմ ոչ մի պայմանավորվածություն եւ չեմ էլ ունենալու եւ նույնիսկ ասել են որ ժողովրդի տված քվեն չեմ տալու այս կամ այն կուսակցականներին կամ թեկնածուներին ինչի որովհետեւ այսօր բոլորս էլ հասկանում ենք որ Ամերիկայի պես 350-անոց միլիոնանոց պետությունը ունի 2 թեկնածու մի հատ փոքր քաղաքի մեջ կա 9 թեկնածուներ բայց 9-ից մեկը դուք եք Այդ եմ ասում այդպես բան պետք է չլիներ այս մի փոքր քաղաքի համար 9 թեկնածուն շատ է ու տեսեք բոլորը մեծամասնությունը գիտեն որ նույնիսկ չեմ հաղթահարելու խնդիր ունեն։ Պարզ է որ պետք է լինի մանդատային առևտուր վերջում, այսինքն մեկը մյուսից վրեժ է լուծում, այն մեկը մյուսի դեմ ինչ որ բաներ ունեն, մեկը պետք է միանա մյուսին, մի խոսքով այս ամեն ինչից դուժելու է գյումրեցին։ Իսկ ես առաջադրվել եմ մի կուսակցությունով, պարզ ու մաքուր կուսակցությունով, որով մեծ քաղաքականություն է վերադարձել
երջանկահիշատակ մեր ազգային հերոս Կարեն Սերոպի Տեմիրջյանը։ Այսինքն ես ընտրել եմ այդ մաքուր ուղին եւ իր մատնանշած ուղին, որով քայլելու եմ առաջ, գնալու եմ միջևերջ ազնիվ ու պար ժողովրդիս հետ։ Եթե նույնիսկ դա արժենալու է իմ կյանքը, ես պատրաստ եմ կյանքը զոհաբերել։ Չէ, պետք չի կյանքը զոհաբերել, պարոն Թումանյան, բայց մենք ապրում ենք այսպես ասած ժողովրդավարական պետությունում եւ այստեղ կոալիցիաներ կազմելը ավականու ընտրությունների նորմալ երևույթ է պարլամենտում, հա։ Հա եթե ընտրություն լինի, դուք կազմեք, ասենք հանրապետականի հետ, թե ԿՊ-ի հետ, ինչպեսին կլինի ձեր։ Ուրեմն եկեք եթեներով չառաջնորդենք, որովհետեւ լինելու է որտեվ երբեք մի ասեք երբեք այսօր Գյումրին ու գյումրեցին շատ սպეციფიկ ժողովուրդ են իրանք այնպեսի մի բան կարող են անել մեկ գիշերվա մեջ որ անկանխատեսելի այս ընտրությունները լինելու են շատ անկանխատեսելի իսկ կոալիցիա ում հետ կազմեմ նախկինների հետ ես եթե պետք է կազմեին չէ մեր 2018 թվականի նախկինների մասին խոսք չկա իրենց վերադարձը չի լինելու ներկաներն էլ եկան եւ չարեցին այն ինչ որ պետք է անեն ստեցին սուտ խոսեցին ժողովրդի կարծիքի ու պահանջի հետ հաշվի չնստեցին այս սա է եղել ողբերգությունը այս 7 տարիների ցախողումը հեղափոխության հենց դա է եղել որ հաշվի չառան ժողովրդի կարծիքը 7 տարի հեղափոխությունը տեղի ունեցել Գյումրիում մի հոգի տնագից դուրս չեկե Պարոն Ղազարյան, դուք ես չգիտեմ վերջի անգամ երբ եք եկել Գյումրի կամ եկել եք տեսարժան վայրերը տեսել եք, եկեք միասին մի անգամ գնանք մի հատ տնակ, հələ տեսնենք մեկ գիշեր հնարավոր է տնակի մեջ գնալ։ Ես եղել եմ վերջի անգամ նոր տարուն, անցկացել եմ Գյումրիում, կարող եմ ասել, որ հյուրանոցներում տեղ չկար, ռեստորաններում տեղ չկար։ Մայրաքաղաքից են բոլոր կալողները։ 58 թաղամասից ու Մանուշյանից իջնում են հրապարակ որպես զբոսաշրջիկ, եթե ասեմ, որ գիտենաք, որտեղ այնտեղ ոչ կարող ես քաղաք անվանել, ոչ կարող ես գյուղ։ Շատ է, հիմա դուք ոչ մեկին չեք ընտրի, ոչ նախկիների, ոչ ներկաների։ Ոչ, ժողովրդի ձայնը մնալու է ժողովրդին։ Շատ լավ։ Մեր ամենամեծ խնդիրը Գյումրիում, ես ինչքան հասկանում եմ, դա աղքատությունն է եւ աշխատատեղերը։ Ինչպես եք լուծելու այդ խնդիրը։ Ուրեմն այնպես չէ որ նոր է Գյումրի աղքատության կյանքը ապրում 30 եւ ավել տարիներ երկրաշարժից հետո տեսեք այսօր ժողովրդի ամենաառաջի խնդիրը որն է ճունի բնակարաններ դերևս ոտ 3000-ից ավել ընտանիքներ սա ողբերգություն է իրականում սա ամոթ է մեր երկրին Դուք որպես հայ, որպես լրագրող, որպես Հայաստանի քաղաքացի ինքներդ եք լավ հասկանում, որ 37 տարվա մեջ չկարողանա Հայաստանի Հանրապետությունը կառուցել մի Գյումրի, որով հպարտանում են, այստեղ տվել ենք մենք Շիրազ, Իսահակյան, Մեհեր Մկրտչյան, չեմպիոններ Վարդանյան, Ալեքսանյան, բոլորի կարող եմ տվել։ Բա ամոթ չի մեր ազգին, որ մենք մինչև այսօր Գյումրին անօթևանի կարգավիճակով մարդիկ տեղրուն ենք ապրող։ Տամոչի կամ է դու հանջարեղ խաղապարն է եղել Գյումրին ուրեմն անօթևանի կարգավիճակից զրկել ինչպես հասկանանք սա հա բայց այդ լավ է որ տենց անունավոր մարկանց եք տվել բայց Գյումրու բյուջեն 14 միլիոն դոլար է Գյումրու 360 փողոցից 180-ում ասֆալտ չկա իսկ մեկ փողոցի ասֆալտը ու մի հատ է որ շենք սարքեք ձեր բյուջեն կավարտվի Գիտեմ, դե բայ ես իմ ասածս որն է, որ այսօր տեսեք իդեպ վերջի անգամ վարչապետի այցը Գյումրի շատ զայրացրեց գյումրեցիներին, ինչի համար, որովհետև նախ պետք էր Գյումրի գալող վարչապետը խոսեր Գյումրու անօթևանների մասին, փողոցների այս կարգավիճակի մասին, մարդկանց սոված դինելու խնդիրների մասին, ինք այդ ժամանակ նշեց 300-ից 350 միլիոնի ապորենի կույք։ Կներեք, այս 7 տարիների ընթացքում ինչն էինք աշխատել իշխանություններին, որ այդ ամեն ինչը հետ չվերադարձնենք։ Դուք խոսում եք բյուջեի մասին, իսկ ես վստահ կարող եմ ասել, ոչ մի քաղաքապետ չի կարող այդ բյուջեով հարց լուծել, բայց մենք ունենք Գյումրու սփյուռք։ Եվ հետո այսպեսի մի հատ հարց կա, հա, ուզում եմ այս հարցին ավելի կոնկրետ անդրադառնալ։ Մենք խոսում ենք անօթևանների մասին։ Եվ դուք ասում եք դուք ունեք Գյումրու սփյուռք։ Այո։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Այսինքն Գյումրուց դուրս մենք ունենք շատ գյումրեցիներ, որոնք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնեն մեր քաղաքի զարգացման համար, ստեղծեն աշխատատեղեր։ Մենք մեր ծրագրերի մեջ ունենք աղբի վերամշակման գործարան ստեղծելու ծրագիր, աշխատատեղեր ստեղծելու ծրագիրը, իրենք ամեն տեխնիկան անվճար տրամադրելու են քաղաքին, պասա առաջ խաղացում չէ, կամ կներեք 7 տարի խոսեցին Թալանի մասին։ Պետությունը բացեիված խոսում էր Թալանի մասին։ Բա Գյումրին այդքան արժանինքներ չուներ, մի քանի միլիոն դոլար բերեին, տնեին այս քաղաքում շենքեր սարքեին։ Հիմա այդ նույն ձև ես ձեզ հարցը տամ։
37 տարի Գյումրին ամենաաղքատ քաղաքն է Հայաստանում։ Ուր է այդ սփյուռքը, ինչի 37 միլիոն դոլար չդնել։ Չունի վստահություն։ 37 տարի վստահություն չունի վստահություն, այո, 30 տարի գիտեք նախկինների կառավարման ժամանակ եղել, ընդհանրապես չեն ունեցել վստահություն, եմել էս 7 տարիների ընթացքում եղել են լոկ խոսքեր, կոպիտ ասած փուչիկ։ Բայց կներեք, սփյուռքի ներդրման համար ինչա պետք գալ, հող գնել, ասենք շենք սարքել եւ տալ մարդկանց։ Ինչ կապ ունի այդտեղ վստահությունը։ Դե դեմ ասում էլի, չունեն վստահություն քաղաքի իշխանությունների հանդեպ 6 տարվա մեջ 6 մարզպետ է փոխել, պարոն Ղազարյան։ Դուք ուզում եք ասեք, այս 37 տարվա մեջ մի նորմալ ավականի չի եղել, որ Գյումրու սփյուռքը այո, չի եղել։ Ուզենա ներդրում անի եւ չանի։ Այո, չի եղել։ Սա ավելի նման չի նրան, որ այս սփյուռքը չի անում ներդրումներ այստեղ։ Ուրեմն երբ ես Աստծո Եվ կամով երկրորդ, եթե բիզնես առումով ձեռնտու լինի, իրանք կբերեն եւ այդ ներդրումները կանեն։ Բա ինչի ձեռնտու չի։ Ես դուք եք սփյուռքի մասին խոսում։ Ես ասում եմ, մենք այսօր 81 երկրներում մենք ունենք պայմանավորվածություններ մարդկանց հետ, բոլորը պատրաստ են այդ ներդրումները կատարելու, բայց հարցնում են կան ում հետ աշխատենք։ Հիմա ասենք 7 տարիների ընթացքում կառավարության ցախողումներից ամենաառաջինը կադրային քաղաքականությունն եղել։ Ովքեր են եղել Շիրակի մարզի падգամավորները, քաղաքապետ, մարզպետ, ովքեր են եղել։ Նախկին տաշնակցական եղել է մարզպետ, չգիտեմ, տեղակալներ մարզպետանի աշխատողների կեսը Դուք կարող եք ասել մի դեպք, որ Գյումրու մեծահարուստ սփյուռքահայը եկել է, ներդրել է, ուզեցել է ինչ-որ բանի, իրեն խանգարել։ Այո, բազմիցս եկել են, հանդիպել են քաղաքապետերի հետ, մարզպետների հետ, ու այդ բանը տեղի չի ունեցել։ Մարզպետանից դուրս են եկել, զանգել, եկել ինձ հետ են հանդիպել։ Այսպիսի հարցեր կա։ Այսօր շատ մարդիկ են գնում, ասենք, մարզպետարան ու քաղաքապետարան հարցեր լուծելու, բայց անպատասխան այնտեղից դուրս են գալիս, էլի դիմում են, պարոն Թումանյան, տեսեք այս հարցը ոնց ենք լուծելու։ Պարոն Թումանյան, դուք ասում եք, որ դուք ընտրվեք, այդ Գյումրու սփյուռքը ձեզ կվստահի եւ ներդրումներ կանի։ Չէ՞ խոստումներ են։ Այո։ Այդ կոնկրետ խոստումներ կարող եք ասել։ Նախ եւ առաջ Գյումրիում ընտրվող քաղաքապետը պետք է լինի լեգիտիմ քաղաքապետ, ժողովրդի կողմից ընտրված։ Խոսք պիտի սփյուռքը հայն է ձեզ խոստվել, որ այսքան գումար ես կներդնեմ սրա համար։ Դե հիմա ես ինչ անուններ տամ, ինչի անուններ տամ, որովհետեւ չէ, գաղթի բան չէ, կգա ժամանակը կասեմ 200 միլիոն դոլար տարեկան, այո, ներդրող կա։ Դե հիմա ես ովը չեմ հիմա ասելու, որովհետեւ կասեմ միգուցե ամենավերջի օրը, հիմա ես ինչի ասեմ դրա մասին, կան այդ մարդիկ։ Բայց ի՞նչն է խնդիրը, բա մարդիկ ոնց ընտրեն։ Որտեղ ծրագրի գողեր էլ կան այսօր տեխնազուների մեջ, որ վերցնում են մեկի ծրագիրը, ուզում են իրենց։ Եթե մեկը ձեր ծրագիրը կվերցնի 200 միլիոն դոլար կներդնի Գյումրիում, Աստված իր հետ թող վերցնի ու դնի, դուք դեմ կլինեք։ Ոչ, դեմ չեմ լինի, եթե կկարողանան անել, ես դեմ չեմ լինի։ Ովքեր են այդ միլիոնավոր։ Ես անուններ հիմա չեմ ուզում տալ, բայց մի բան կարող եմ ասել։ Գյումրու քաղաքապետ, ով որ պետք է ընտրվի, պետք է լինի ժողովրդի միջի մարդ, ժողովրդի դարդու ցավը իմացող մարդ, սովը հասկացող մարդ, պատերազմի դաշտ եղած մարդ, տնագում ապրած մարդ։ Այս պետք է լինի Գյումրու քաղաքապետը, որովհետև գյումրեցու դարդու ցավը մենակ գիտե գյումրեցին։ Հիմա կներեք արտահայտությանս Երևանի ուժերը չպետք է որոշեն, թե ով է լինելու Գյումրու քաղաքապետ։ Այդ ճիշտ է, բայց մենք Երևանում տեսել ենք եւ Հայաստանում, որ պատերազմ դուք չգիտեք ու տեխնազուների հետևում ովքեր են կանգնած, տեսած մարդ, սով տեսած մարդ, որ եկան Հայաստան եւ դառնում են նրանք հետո միլիոնատերեր։ Հենց որ դա ոչ մի բանի չի խանգարում, ոչ մի առավելություն չի։ Պարոն Ղազարյան, դուք չգիտեք 8 տեխնազուների հետևում ովքեր են կանգնած։ Դուք լավ գիտեք, դուք եք Հայաստանի քաղաքացի, դուք էլ լավ գիտեք։ Լավ 7-ը կոնե գիտեք։ Ահա, հիմա սա ինչի մասին ենք խոսում։ Էլի եմ ասում, եթե պետք է հետևներում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, որոնք մենք մերժել ենք, ես չեմ էլ ուզում այդ մասին խոսել, ինչ միանալու, ինչ կոալիցիա կազմելու մասին խոսք կարող է լինել։ Գյումրեցի ցայնը պետք է մնա Գյումրիում։ Այս ընտրությունները լինելու է աննախադեպ, Գյումրեցու որոշումն է լինելու։ Այո, տեսեք 21 թվականին մասնակցեցին ընտրություններին 25%-ը։ Գյումրու քաղաքի սա ինչ է նշանակում 10 տեխնազուներից որևիցե մեկին չտեսան։ Հիմա գյումրենցի թող իմանա, որ կա մի այլընտրանքային տեխնազու, ով ոչ նախկին է, ոչ ներկա է։ Տեսեք, ստեղծել են մի հատ երանգյունի, ես կասեի Պերմունջան երանգյունի, այս մի կողմում Ռոբերտ Քոչարյանն է, մի կողմում Սերժ Սարգսյանն է, երրորդ կողմում Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանի թիմն ասում է՝ «Վայ, չգնաք այն անգյուն, այնտեղ մեշոկ պապ կային, վերևն է չգնաք, այնտեղ փոփոլներն են կանգնած, արեք մեր կողմը»։ Երանգյունու մեջ ժողովրդին հազար ներողություն խփում են պատեպատ, բայց մենք պետք է երանգյունուց դուրս գանք։
Այս սա պետք է լինի առողջ ընդդիմությունը, եթե ընդդիմություն կամ իշխանություն։ Ժողովրդին պետք է հանենք այս երանգյունուց դուրս, որովհետև այսպես 7 տարի խապելով մարդկանց ոչ մի բանի չենք հասնի։ Մի բան, որ զարնում է անձեն աչքով Գյումրիում, դա քաղաքի անհամաչափ զարգացումն է։ Կենտրոնը շատ գեղեցիկ է, ռեստորաններ կոլորիտով, փողոցներ, մարդիկ, աժոտաժ, դուրս ես գալիս մի քիչ այնկոմ, նույնիսկ ասֆալտապատում չկա, հա, այ ոնց է լուծելու այս անհամաչափությունը։ Ես բազմիցս ասել եմ, նորից ասելու եմ, երբ ես ընտրվա քաղաքապետ, իշխանություններին հանգիստ չեմ տալու։ Ամեն օր լինելու եմ կառավարությունում։ Դուրը փագեն վրես, պատուհանից եմ մտնելու, պատուհանը փագեն, կդուրից եմ մտնելու, պետք է պոգեմ, բերեմ այս քաղաքը սարքեմ։ Այո, ճիշտ նշեցիք, մենք քաղաքը բաժանելու ենք 4 տարբեր մասերի, որտեղ լինելու են զբոսաշրջիկները հանգստի համար, որտեղ լինելու են ուտել խմելու համար, որտեղ լինելու են ընդհանրապես աշխույժ մթնոլորտ ստեղծված մի վայր։ Այսինքն մենք այսօր ունենք կոմբինատ Կազաչի post, որտեղ մարդիկ չեն ուզում նույնիսկ գնալ։ Իրիկունը, այո, թաղամասերը չեն ուզում։ Հələ եկեք տանեմ Մանուշյանի տնակները տեսեք, այդտեղ ինչ ապրելու մասին է խոսքը։ Այդտեղ ասում եմ, այդտեղից Գյումրի հրապարակ իջնողը արդեն զբոսաշրջիկ է իրեն պատկերացնում, որովհետև իրանցը ոչ գյուղ է, ոչ քաղաք է, չգիտեմ։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ դուք պետքա գնաք թակեք կառավարության դուռը, ասեք փող տվեք, ես Գյումրիում հենա մարզպետին կտան, մարզպետը կսարքի, դուք ինչ։ Այո, 7 տարվա մեջ ինչի չսարքեցին այդ մարզպետը, 6 տարվա մեջ 6 հատ մարզպետ փոխեցին, կարաք դրա բացատրությունն ասեք, այդ ոնց եղավ որ Գյումրին չեն ունեցել ոչ մեկ փողը տան։ Նախ եւ առաջ մենք մենակ հույսերս չենք տնելու կառավարության վրա, նորից եմ կրկնում, մենք ունենք Գյումրու սփյուռք, որոնք պատրաստ են ներդրումներ իրականացնել մեր քաղաքի համար, դա մեկ, բայց երկրորդը ինչի պետք է չանի, ինչի պետք է, այսինքն եղավ որ եթե ասենք մենք դուրս եղավ որ ընդդիմությունը եղավ քաղաքային իշխանություն, պետք է զրկեն մեզ այդ գումարներից։ Բանտման, հիմա շարքային գյումրեցին կասի հարգելի, շատ լավ բան եք ասում, պարոն Թումանյան, բայց ցույց տվեք մի փորձ, որ դուք կարողացել եք բերել ոչ թե $200 միլիոն, այլ $200,000 ներդրում անել Գյումրիում, ինչ որ սփյուռքայի, որ մենք է ձեզ հավատանք։ Դա կլինի այս տարի, սարերի հետևում չի իմ ասած խոսքերը։ Պարոն Ղազարյան, տեսեք ինչ տեղի ունեցավ։ Ես որ ասում եմ, ձեզ մի հոգի բնակարան չի ստացել 7 տարվա մեջ, դուք կարող եք հարցնել, ունենք փաստեր։ Մենք ունենք բազմաթիվ շենքեր Գյումրիում, որոնք կարող են պատուհան, դուռ, կդուրը վերանորոգել եւ այդտեղ հարյուրավոր ընտանիքներ կարող են տուն ստանան, ապրել, մարտավայել։ Հիմա հարց է ծագում, նախկինները, այսինքն նախկին ասելով 7 տարվա մեջ, հա, այդ մարզպետներն ու քաղաքապետերը իրանք չգիտեին դրա մասին, չգիտեին այդ շենքերի դեր, եկեք տանեմ ցույց տամ։ Եկեք տանեմ ցույց տամ առանց հիմքից շենք ու շինություն սարքելու, քանի հոգու մենք կարող ենք բնակարանների մեջ պահել։ Մենք մեր ծրագրերի մեջ ունենք, որ պետությանը մեր Գյումրիում պետք է մենք ստորագրահավաք անենք, քվեարկության տնենք եւ պահանջենք կառավարությունից 2 նախարարություն բերել Գյումրի։ Դա ԿԳՄՍ նախարարությունն է եւ քաղաքաշինության կոմիտեն։ ԿԳՄՍ-ն ես համաձայն չեմ։ Ինչի համաձայն չեք։ Արվեստների, արվեստների քաղաքը դուք որ համաձայն չեք, բա ով պետք է համաձայն լինի, պարոն Ղազարյան։ Չէ, հերո է, ես համաձայն չեմ։ Ինչի թող բերեն այստեղ աշխատատեղեր, ինչի Գյումրիում աշխատողներ չկան կամ բոլոր սպորտսմեններն ու լավ գրագետ բանաստեղծները եղել են Գյումրից, այստեղ չեն կարող մարդիկ ղեկավարել այդ նախարարությունը։ Հա, ինչի պետք է Երևանում բոլորը միասին հավաքվեն, ասենք, թող իմ հարազատներն են երևանցիների առումով բան չունեմ ասել, բայց Գյումրիում չկան մարդիկ, որ կարող են ղեկավարել այդ նախարարությունները կամ բաժինները։ Կան աշխատատեղեր կստեղծվի, շարժ կստեղծվի քաղաքում, զբոսաշրջիկները էլ ավելի կշատանան, հյուրատները, մի խոսքով ամենտեղ արդեն շարժ կլինի։ Մյուս խնդիրը Գյումրիում օդի շատ կեղտոտվածությունն է։ Այո, դա մեր ցավալի, այո, այստեղ մենք ունենք ուրեմն հենց կոնկրետ հրապարակում մենք ունենք ծառեր, որոնք հենց իրանք են փոշոտում քաղաքը։ Մենք պետք է ամեն հարցը, այսինքն որ ասում եմ Գյումրեցին է լինելու քաղաքապետանի ավականին, պատահական չեմ ասելու, բոլոր ամեն ինչը պետք է քննարկենք Գյումրեցիների հետ, պետք է քվեարկությունով լինի, որ մեր սրտով լինի։ Այսինքն մենք ամբողջ քաղաքը պետք է կանաչապատ տարած ստեղծենք, որտեղ որ կա շենքերի դիմացները, փողոցների մայթ եզերին։ Մենք առաջներում ես Գյումրին հիշում եմ ամեն քայլափոխին ծառներ կան։ Հիմա ուր անեն այդ ծառերը։ Մասսայական ծառատուններ են կազմակերպելու։ Պետք է մենք մեր ձեռքով մեր քաղաքը մաքրենք։ Ունենք այդ հնարավորությունը։ Պետք է ժողովրդին ոտքի հանել։ Քաղաքապետ լինելու կամ ղեկավար լինելու համար պետք չի Օքսֆորդ կամ Հարվարդ համալսարաններն ավարտված։ Մեզի պետք է Վազգեն Սարգսյանի պես քրտնած տղա, որը կարանա դուխ ունենա, ելի կառավարությունից պահանջի այդ ամեն ինչը։
Այսինքն ես էլի հասկացա կառավարությունը պետք է անի։ Դոբ մենք պարտադրելու ենք կառավարությանը, բա ինչ եմ ասում, պարտադրելու ենք, այո, պարտադրելու ենք, որ պետք է քաղաքը սարքվի։ Տրանսպորտը։ Տրանսպորտի հարցը։ Հիմա Երևանում այդ գեղեցիկ ավտոբուսները այսպես բան են, մեր գյումրեցիներն էլ են, չէ՞ դա ամեն ինչը տեսնում։ Մեր գյումրեցին էլ է, չէ՞ արժանի, մենք երկրաշարժ տեսած մարդ ենք, ո՞նց ենք լուծելու։ Էլի կառավարությունը ասել եք, չէ՞։ Ոչ, դրա համար ասում եմ կա Գյումրու Սփյուռք, կան քաղաքներ, կան հարուստ մարդիկ, որոնք կարող են անհադույց տրամադրել այդ տրանսպորտը նվիրել մեր քաղաքին։ Լավ, ենթադրենք հիպոթետիկ այդ Գյումրու հարուստ սփյուռքահայերը եւ կառավարությունը ձեզ ասում են, որ ընկեր, փող չենք տալի քեզ։ Ինչ եք անում։ Ուրեմն ես այդ հարցին կպատասխանեմ այդպես։ Եթե օրվա իշխանությունները լավ աչքով նայեցին Գյումրի քաղաքին, Գյումրի քաղաքն էլ իրենց կնայի լավ աչքերով։ Եթե չարեցին, ուրեմն մենք գյումրեցիներով կորոշենք, որ պետք եղավ այս քաղաքը փակ քաղաք կսարքենք, որ դա լինի անցագրով բոլորի համար։ Եթե պետք է Գյումրին հանեն Հայաստանի քարտեզի նմանա ուլտիմատումի։ Ուլտիմատում չէ, բա դու ասում ես եթե չտան, ինչի պետք է չտան, որտեվ Երևանում 100 քաղաքներ կան, որովհետև Երևանում կա խնդիր, որպեսզի մենք զարգացնենք սահմանամերձ գոտիները, մենք զենք ենք առնում միլիարդավոր դոլարների, դες չի որ փողը տենց տպում են ու չգիտեն որտեղ ծախսեն, հասկանում եք։ Պարոն Ղազարյան, տեսեք։ Լավ, հիմա գանք իմ հարցին, եթե ասում են չենք տալիս, ինչ եք անում։ Ես հիմա հարցին սարքում որ տուրիստներն չգան։ Հիմա ձեր հարցին այսպես կպատասխանեմ։ Ինչ են հիշում ցանկացած շինարարություն կամ ասֆալտապատում 5 տարին մեկ։ Հիմա Շիրակացի փողոցը այն օրը նախարարը հայտարարեց, որ մեր տեխնազուն ընդրվելու դեպքում այդ փողոցը պետք է հիմնովին վերանորոգենք, բայց այդ բանը չէր կարելի անել 1 տարի առաջ, 6 ամիս առաջ։ Ավել փողոց ենք վերանորոգել ես մի քանի։ Ինչ են վերանորոգել։ Դա եղել է 16 թվականի ծրագիրը իրագործել են ոչ մի կոպեկ 7 տարվա մեջ Գյումրիի վրա չի ծախսվել։ Եղել է 5 ծրագիր, այո, Սամվել Պալասանյանի ժամանակվա սուբվենցիոն ծրագրեր են եղել։ Պալասանյան Սամվելի ժամանակվա ծրագրերն է եղել, նախկին քաղաքապետի ծրագրերն։ Շատ սուբվենցիոն ծրագրեր եղել են հիմա։ Ինչ, որը ցույց տվեք մի հատ։ Չի եղել սուբվենցիոն։ Ցույց տվեք։ Դա էս հիմա ինչ որ քաղաքի կենտրոնը վերանորոգվել է, ասում եմ, եղել է Պալասանյան Սամվելի ժամանակվա ծրագրերը, որը իրագործվել է հիմա։ Այդ մարդը որ լիներ քաղաքապետ, մեկը ինքն էր իրագործելու։ Այդ ծրագիրն այդ ժամանակվանից եկա։ Ցույց տվեք մի նոր բան, էս 7 տարվա մեջ որ Գյումրիում տեղի ունեցել է։ Ես այդ կհարցնեմ Քաղաքացիական պայմանագրի տեխնացուին։ Հարցրեք։ Շատ լավ, բայց դուք իմ հարցին չպատասխանեցիք։ Դուք գյումրեցիներին խոսք եք տալիս, որ կգաք, կառավարությունից կուզեք եւ սփյուռքահայերը կներդնեն։ Գյումրեցի սփյուռքահայերը։ Հիմա եթե երկուսն էլ ձեզ մերժում են, ինչ եք անում։ Երկուսը չէ, մեկը կարող է մերժի, ձեր ասելով մարդը մեծ աշխարհ է, եթե երկուսն էլ մերժեն, ինչ։ Դե հիմա ետեներով որ առաջնորդենք, ես էլ ասեցի ետեի դեպքում ինչ կլինի։ Տեսեք, մենք աշխատելու ենք փակ քաղաք։ Մենք աշխատելու ենք կառավարության հետ։ Եթե կառավարությունը սիրեց Գյումրիին ու գյումրեցիներին, մենք էլ իրան կընդունենք այնպես ինչպես որ կա։ Եթե չընդունեցին մեզ, մենք էլ չենք ընդունի իշխանություններին, կառավարությանը, գործող օրվա իշխանություններին։ Ինչպես է ընթանում ընտրարշավը։ Ինչ նոր բաներ ունեք։ Ընտրարշավը ինչքան էլ որ զարմանալի լինի շատ հարթ է, որի համար շնորհակալ եմ բոլոր տեխնացուներին, բոլորին էլ հարգում եմ, բոլորն էլ արժանի են հարգանքի։ Ես այս ընտրարշավը մեծ հաշվով շատ մեծ իմաստ չէի տնի այս ընտրարշավի մեջ, որովհետև իրականում գյումրեցին գիտի արդեն իր տեխնացուին։ Այն առաջին օրվանից արդեն գյումրեցին գիտի իր տեխնացուին։ Գյումրեցին այս անգամ սխալվելու իրավունք չունի։ Եթե մենք ժամանակին մերժել ենք նախկինների վերադարձը, բացառում է արդեն գյումրեցին, բայց ներկան է կամ հիմա նախկին ու ներկա կա, բոլորն էլ ներկա են, այլ նախկին ու ներկա չկա։ Նրանք չպետք է լինեն, այս իշխանություններն էլ ինչ որ պետք է խոստացել են, չարեցին։ Չարեցին, Փարիզ բուն իմաստով։ Տեսեք, այստեղ Հայաստանում կա այսպիսի մի տարածված տես, ասում են սևեր, սպիտակներ, թալանջիներ, դավաճաններ։ Հիմա ուզում եմ հասկանամ, եթե թալանջի է, ինչի էս թալանջուն միջև հիմա չեն պատժել։ Եթե պատժելու չէ, մեղավոր չէ, ասեք այս մարդը սուրբ է, արտարացրեք, թողեք գնա։ Ինչի են ժողովրդին խփում պատեպատ։ Ուզում եմ սա հասկանամ, պարոն Ղազարյան։ Այս փիլիսոփայական հարցով ավարտում ենք մեր եթերը։ Շնորհակալություն։ Սելերստադիտողներ, մեր հյուրը Արտյոմ Թումանյանն էր, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունից ներկայացված, դուք ցուցակում ո՞րն եք։ Առաջինը։ Չէ, առաջինը չէ։ Չէ, համարը։ 5-րդ համարը։ 5-րդը։ Մենք կզրուցենք նաև այլ տեխնացուների հետ, կհանդիպենք ցտեսություն։